Հարգելի գործընկերներ, մեծ պատիվ է ձեզ ողջունել այս պլենար նիստի շրջանակներում, մեծ պատիվ է ինձ համար գտնվել ևս մեկ անգամ Երևանում, այս պլենար նիստի շրջանակներում Եվրոնեստի խորհրդարանական վեհաժողովի անցած վերջին անգամ, երբ տեղի ունեցավ Եվրոնեստի հանդիպումը Երևանում, դա փետրվարի վերջին էր 2022 թվականի մի քանի օր առաջ նախքան Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա, ես այստեղ էի այդ ժամանակ 2 օր ներխուժումից առաջ։ Հիմա էլ ուրախ եմ վերադառնալ Երևան, հանդիպել ձեզ մի այնպիսի ժամանակ, երբ որ չենք կարող կանխատեսել մարտահրավերները, դաժան, ռուսական շարունակական ագրեսիան, պատերազմը Ուկրաինայի դեմ ձևավորել է, վերաձևավորել է Եվրոպայի անվտանգային տիրույթը եւ նաեւ ի ցույց է դրել խոցելիությունները եւ ի ցույց է դրել նաեւ ծայրեղ ուժ լինել միասնական, խիզախ, պաշտպանել համատեղ արժեքները, Եվրոպայի միությունը, արևելյան գործընկերներին։ Ռուսաստանը նաև ուղղակի կամ անուղղակի սպառնալիք է ցանկացած եվրոպական երկրի անվտանգության համար վերջերս մեր օդային տարածքն է խախտել Ռուսաստանը եւ այլ եվրոպական երկրների օդային տարածքը, որը հաստատում է վերստին, որ նրանց վերջնական նպատակը ավելին է, քան Ուկրաինան։ Իրականում ամբողջ Եվրոպան գտնվում է պոտենցիալ Ռուսաստանի ագրեսիվ գործողության սպառնալիքի տակ, որովհետև Ռուսաստանը միայն սպառնալիքի լեզուն է հասկանում, այնքան շատ են գործողություններ եւ հետեւաբար պատժամիջոցները Ռուսաստանի դեմ պետք է պահպանվեն, պետք է դադարենք ռուսական նավթ եւ գազ գնել, պետք է փորձենք նվազեցնել Ռուսաստանի մարտնչելու կարողությունը, կռվելու կարողությունը եւ հետեւաբար շատ կարեւոր է աջակցել Ուկրաինայի պաշտպանողականությանը եւ վերականգնմանը։ Այս առումով արևելյան գործընկերությունը եւ մեր խորհուրդը վեհաժողովը շատ կարեւոր է, ավելի քան երբեւե ակտուալ է եւ այսօր Եվրոնեստը փորձում է համապարփակ, արդար եւ տևական խաղաղություն բերել Ուկրաինա, բայց միևնույն ժամանակ այն առանցքային է դիմակայունության համար, կայունության համար, ժողովրդավարական բարեփոխումների համար մեր հարևանության։ Բայց միևնույն ժամանակ այս պահին ժամանակն այդ ամեն ինչը նորացնել, նորովի ներկայացնել, համապատասխանեցնել այսօրվա իրողությանը եւ վաղվա մարտահրավերներին։ Արևելյան գործընկերությունը եւ մեր վեհաժողովը պետք է զարգանանք դեպի ավելի ճկուն եւ դինամիկ շրջանակ։ Միևնույն ժամանակ ավելինի դիմաց, պակասի դիմաց պետք է լինի մեր մոտեցման ուղեցույցը եւ հետեւաբար առաջխաղացումը կախված է բարեփոխումներից, հարգանք ժողովրդավարության նկատմամբ եւ օրենքի գերակայության նկատմամբ։ Սա այն է, թե ինչպես է աշխատում մեր գործընկերությունը որպես վստահելի եւ հուսալի, ինչպես նաեւ որպես կերպափոխվող ուժ։ Ինտեգրացիա, դա իհարկե շարժիչ ուժ է եվրոպական նախաձեռնությունների եւ հետեւաբար այս առումով ես ուրախ եմ ասել, որ Ուկրաինան եւ Մոլդովան բարեփոխումներ են կատարում եւ հետեւաբար ես շնորհավորում եմ նաեւ Հայաստանին, որ ընդունել են հատուկ օրենք Եվրոանդամակցության վերաբերյալ։ Հետևաբար սա շատ կարևոր օրինակ է, եւս մի օրինակ է, որ արևելյան գործընկերությունը եւ Եվրոնեստի խորհրդարանական վեհաժողովը այսքան կարևոր է մեզ բոլորիս համար։ Այսօր Ուկրաինան եւ Մոլդովան ոչ միայն պարզապես մասնակիցներ են, այլ առաջնորդողներ են։ Նրանց դիմակայունության բարեփոխումները եւ եվրոպական ցիկտումները ոգեշնչում են նաեւ մյուսներին։ Նրանց ինտեգրացմանն աջակցելը օգնում է ամրապնդել եվրոպական արժեքները եւ ժողովրդավարությունը դեպի հաջող կերպափոխում։ Եվ հետեւաբար պետք է օգնենք հաղթահարել քաղաքական խոչընդոտները եւ խոչընդոտներ դեպի եվրոպական ճանապարհ, որովհետև այդ խոչընդոտները կարող է թևաթափ անել մեր արևելյան գործընկերներին եւ հետեւաբար ես վստահ եմ, որ Եվրոմիության անդամ պետություններից է կախված, որպեսզի վստահ լինեն, համոզվեն, որ անդամակցության գործընթացը ազատ կլինի միակողմ արգելքներից։ Անվտանգությունը պետք է լինի
կենտրոնական առանցքային մեր գործընկերության համար հիբրիդ սպառնալիքների համատեքստում կիբեր հարձակումների համատեքստում մենք պետք է պաշտպանենք ժողովրդավարական ինստիտուտները եւ ամրապնդենք դիմակայունությունը քաղաքացիական հասարակությունը ժողովրդավարության ողնաշարն է եւ հետեւաբար գործընկերությունը պետք է աջակցի անկախ մեդիային մարդու իրավունքների պաշտպաններին եւ քաղաքացիական կազմակերպություններին տնտեսական դիմակայունությունը եւս անկյունակարային է մեր գործընկերությունը պետք է ամրապնդի կապը տրանսպորտ, էներգետիկ եւ թվային ցանցերի միևնույն ժամանակ պետք է կարողանանք իրագործել Եվրոմիության համաշխարհային դարպասներ Global Gateway ռազմավարությունը Համագործակցությունը արևելյան գործընկերների հետ կարող է հնարավորություններ ստեղծել նորարարության եւ միտումների առումով։ Լավ համագործակցություն նաեւ Կենտրոնական Ասիայի հետ կարող են օգնել հատկապես կապի եւ էներգետիկ առումով, կարող են օգնել ռազմավարական առումով տարածաշրջանի ինտեգրացմանը։ Ճկունություն, ներառականություն եւ սկզբունքների վրա հիմնված աշխատանքը նպաստեն, որպեսզի համագործակցությունը ակտուալ լինի աշխարհաքաղաքական միջավայրի համար։ Հարգելի գործընկերներ, մեր վեհաժողովը խորհրդարանական շարժիչ ուժ է նոր արևելյան գործընկերության համար։ Ինչպես խորհրդարանականներ մենք ունենք հատուկ պատասխանատվություն։ Եվրոնեստը պետք է ծառայի որպես ժողովրդավարական շարժիչ ուժ այս անցումային գործընթացում, որպեսզի երկխոսությունը դառնա ուղղություն, հանձնարարությունը դառնա գործողություն։ Շատ շնորհակալ եմ ձեզ։